Այսօր շատ մենք գործընկերներ ունենք, ընկերներ, գործընկերներ, էլի մասնագիտությունից իրանք մտել են բիզնես ու լավ մասնագետով այդ բիզնեսը պահում են, ճարտարապետներ, դիզայներներ, իմ ասածը հետևյալն է, որ նաև բժիշկ ընկեր ունենք, ով վիրաբույժ է, բիզնես է ստեղծել, բայց հիմա ինքը ավելի շատ բիզնեսմեն է, քան վիրաբույժ է, ու մի օր նստած իրար հետ խոսում ենք, ասում եմ, քեզ ո՞րն է ավելի քո կարծիքով օգտակար գործ, բժշկությունը, թե բիզնեսը, ու գիտես ինչ հետաքրքիր պատասխան ասեց, նայ, ես երբ որ Հիպոկրատի երթում է տալի, ես մտածում եմ, որ բժշկությունից այն կողմ էլ չկա որևէ բան, որը ավելի վեհ է, ավելի հասարակությանը պիտանի է, դու ավելի լուրջ գործ ես անում, քան բժշկությունը։ Բայց ես երբ դարձա բիզնեսմեն, ես հասկացա, որ ես հիմա ավելի մեծ գործ եմ անում, քան բժիշկ լինելով, ու լոգիկան գիտես որն է, որ բիզնեսմենը արդեն ինքը կազմակերպում է ոչ թե մի բիզնես, մի բժշկի աշխատանք ու կյանք, այլ 10, 20, 30, 40 Այսինքն գործարարը այն մարդն է, ով երբ որ այդ մասնագետը իր մեջ սպանում է, ինքը դառնում է մի մարդ, ով կարա կազմակերպի նման բազմաթիվ մասնագետների կյանքը, աշխատանքը, չգիտեմ, արժեք ստեղծելու, այդ արժեքը փողով փոխելը։ Համաձայն եմ։ Ես այդ մասով մի հատ հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, ուրեմն երբ որ կներես էլի մի հատ էլ ընդհատեմ, նայ, ստեղ ես ուզում եմ գամ այն կետին, որ մենք այն կարծրատիպերը ունենք, չէ, ուսուցչի աշխատանքի, բժշկի որ իրանք միշտ ավելի առաջ են, գործարարը ինչ որ շատ հեռու մի տեղ է։ Ես ուզում եմ ասեմ, որ գործարարը, երբ որ իրոք ինքը զբաղվում է այն գործարարությամբ, որը արժեք է ստեղծում, ինքը կարա նույն այս մասնագիտությունը կրող մարդկանց համար ստեղծի այնպիսի պայմաններ ու հարթություն, որ նույն մարդիկ, նույն բժիշկները, ուսուցիչները, արվեստագետները անգամ էլ ավելի մեծացնեն իրանց պոտենցիալը։ Ու ամենակարևորը այդ մարդիկ շատ հաճախ փող աշխատել չգիտեն։ Այդ մարդիկ շատ հաճախ փողի հետ խնդիր ունեն, այդ մարդիկ նվիրյալներ են իրանց մասնագիտության, իրանք շատ մեծ ծառայություն են մատուցում, բայց իրանք շատ հաճախ կարան փողի խնդիր ունենան։ Իսկ բիզնեսմենը այն մարդն է, ով այդ փողի խնդիրներն է լուծում, ու այդ մարդկանց ասում է դու մենակ վիրահատի, եղբայր, ոչ քեզ պետքա մտածես, որտեղից հաճախորդ ճարես, ոչ նյութեր որտեղից առնես, ոչ այս, չգիտեմ, կատեի սարքը որտեղ, այսինքն այդ սա բիզնեսմենը անում է։ Ու ես կարծում եմ նաև մեր օրինակով, իմ օրինակով, քո օրինակով, բիզնեսմենին մենք ամեն դեպքում պետքա բերենք առաջի տեղ ու ցույց տանք, որ ախպեր բիզնեսմենն է այդ ամենը ստեղծողը։